Խոստովանությունը տալիս է մարդու հոգուն օդար մարմիններից ազատվելու հնարավորություն։ Որն է հոգևորականի դերը։ Նոր ուխտի քահանայի առաքելությունն է աշակերտել, այսինքն քարոզել քրիստոնեությունը եւ հաստատել քրիստոնեության մեջ մարդուն։ Այս արագ աշխարհում, այս համացանցային, չէ՞, գայթակղություններով լի ո՞նց է կարողանում այդ սահմանը պահել։ Այո, հենց այդ գործիքները այն առաքինություններն են, որոնք եկեղեցին հազարամյակներ շարունակ քարոզել է, սովորեցրել է քրիստոնյաների, որպեսզի իրենց կյանքի մեջ ունենան։ Աննոր եւ որդվո եւ հոգվույն Սրբո ամեն։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, Եղիցին կամք քո, որպես հերկինս եւ հերկրի։ Ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած։ Եվ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Ըսգործս ծերած մերոց ուղի գարայի մեզ Տեր եւ ըսգործս ծերած մերոց հաջողյա մեզ ամեն։ Տեր Արնակ ջան, որն է հոգևորականի դերը։ Որբիսի մենք հասկանանք հոգևորականի դերը կամ պատկերացնենք նրա դերակատարումը, մենք պիտի նայենք, թե հոգևորականը ինչին է կոչված։ Հին ուխտում քահանայությունը այլ առաքելություն ուներ։ Հին ուխտի քահանան այլ առաքելություն ուներ։ Նոր ուխտի քահանան տարբեր է հին ուխտի քահանայից։ Այս մասնավորապես շեշտում եմ, որովհետև հետագայում եթե ուզենք այդ հարցին կանդրադառնանք, նոր ուխտի քահանան Քրիստոսի պատգամի հետևորդն է, որտեղ նախ եւ առաջ Տերը Մատթեոսի ավետարանի վերջին գլխում ասում է գնացեք, աշակերտեցեք եւ մկրտեցեք։ Նոր ուխտի քահանայի առաքելությունն է աշակերտել, այսինքն քարոզել քրիստոնեությունը եւ հաստատել քրիստոնեության մեջ մարդու։ Հետևաբար քահանայի թիվ 1 առաքելությունը կամ քահանայի պահանջը կայանում է նրանում, որ ինքը պետք է Քրիստոսին քարոզի, Քրիստոս տարածի։ Դրանից բխող մյուս արարքները այլևս գալիս են լրացնելու այդ ամբողջական քարոզչական պատկերը, որի մեջ նաեւ այդ ամբողջ ներկապնակը իր մեջ ներառում է մեր պարագային, հայերիս պարագային, ազգային, մշակութային, առանձնահատկություններ, որոնք քրիստոնեության մասով բաժին են կազմում։ Հին ուխտի քահանայի հետ ինչու ասեցի տարբերությունը, որովհետև երբեմն մեր շագիրտներով մեղադրում են ասելով, որ դե նույն քահանաներն էին, որ Քրիստոսին խաչեցին, դա ըստ երևույթին չիմանալու կամ չանդրադառնալու հետևանք է։ Նույն քահանաները չեն վստահաբար, որ Քրիստոսին խաչել են, որովհետև նախորդ քահանաները, նախկին ուխտի քահանաները, նրանք Քրիստոսի հետևորդները չէին։ Նրանք տաճարի մեջ կոչված էին քահանայության եւ վերջ։ Նոր ուխտի մեջ արդեն քահանայի առաքելությունը տարբեր է։ Այսինքն անունը մնացել է նույնը, բայց որակական առումով, առաքելության առումով, միսիայի առումով փոփոխվող է։ Ուրեմն նեղ իմաստով եւ ուղղակի իմաստով քահանայի գործը Քրիստոսի քարոզչությունն է, շարունակելն է կամ առաքյալների կողմից հաստատած գործի շարունակություն։ Բայց գիտենք, որ ելևէջումների մեջ, տարերի ընթացքում, մանավանդ հայկական իրականության մեջ եկեղեցին բազմաթիվ ֆունկցիաներ էր վրա վերցրել, որոնցից մեկն է նաև ուսուցչությունը ուղղակիորեն լեզվի, գրականության եւ այլն վկայությունը ծխական դպրոցներն են։ Հետեւաբար քահանան մի տեսակ Սուրբ Գրքի միջոցով, Քրիստոսին քարոզելու միջոցով նաև դարձել է վարտապետ, որը սովորեցնում է տառերը, սովորեցնում է կարդալ, գրել, ծխական կյանքում։ Իսկ մեր օրերում այլևս քահանան նաև իր վրա է վերցրել մշակույթի պահպանումը, ինչ որտեղ, այսինքն մշակութային միջոցառումները, որոնք միտված են արթուն պահելու մարդու մեջ իր ազգային նիստուկացը, կենցաղավարությունը, սովորությունները, ավանդությունը։ Այս իմաստով քահանան մենտալիտետի, կոլորիտի, տեսակի պահպանման առաքյալն է։ Տեսեք Տեր Արնակ, ասացիք քահանաները խաչեցին Հիսուսին։ Մեր օրերում ներկա ժամանակաձևի մեջ այդ երևույթը չի կրկնվում։ Որտեղ։ Մեր հայ իրականության մեջ։ Ես ասեմ, մենակ հայ չէ, մարդկության մեջ ամեն օր Քրիստոսին խաչում են մարդիկ։ Ամեն օր։ Ինձանից սկսած, վերջացրած, չգիտեմ, ամենա խուլ վայրերում ապրող մարդկանցից։ Երբ մարդը մեղք է գործում, մարդը խաչում է Քրիստոսին։ Այսինքն Քրիստոսին հիշեցնում է, որ գիտես, էլի բարձրացի խաչին, որտեղ ես մեղավոր եմ։ Այս մեղքիս համար էլ պետք է մի ձևի տակից դուրս կամ պատասխան տամ։ Այսինքն լայն իմաստով մենք ամեն օր խաչում ենք Քրիստոսին։ Նեղ իմաստով երբեմն խաչելության պատկերները
ամփոփվում են օրվա երևույթների մեջ, որտեղ այո, հալածանքը, որտեղ նեղվածությունը, փորձությունը միշտ ուղեկցում է մեզ։ Թե անհատական առումով, թե հանրային առումով, թե եկեղեցու ընդհանուր պատկերով եւ թե նաեւ առանձին պատկերով։ Ուրեմն նորություն չէ այս ամեն ինչը մեր կյանքում։ Դրա համար Օրինակ դուք այս արագ աշխարհում, այս համացանցային, չէ, գայթակղություններով լի ո՞նց եք կարողանում այդ սահմանը պահել։ ով ասեց, որ սահմանը պահում եմ։ Հովհաննես Առաքյալը ասում է չկա մարդ, որ մեղք չգործի։ Ասում է եթե մեկն ասում է ես մեղավոր չեմ, սուտ է հանում Աստծուն, որովհետև չկա մարդ, որ մեղք չգործի։ Այո, մեր խնդիրը ո՞րն է։ Փորձել մնալ այն տիրույթի մեջ, որը հաճելի է Աստծուն։ Բայց դա չի ենթադրում, որ իդեալական է այդ ամեն ինչը։ Եթե իդեալական լիներ, այս երկրի եւ այս աշխարհի կարիքը չէինք ունենա։ Կլինենք միանգամից երկնային արքայության մեջ կապրեինք հավիտենական։ Բայց ամեն դեպքում ինչ-որ գործիքներ կան, չէ, որ Անշուշտ մարդը իրեն ճիշտ ժամանակին Այո, հենց այդ գործիքները այն առաքինություններն են, որոնք եկեղեցին հազարամյակներ շարունակ քարոզել է, սովորեցրել է քրիստոնյաներին, որովհետեւ իրենց կյանքի մեջ ունենան։ Այդ գործիքները այն հայրերի թողած ժառանգությունն է, որը ընթերցելով կամ հաղորդակից լինելով դրան, մարդը կարողանում է դաստիարակել իրեն իր կամքի մեջ, իր բարոյական կեցվածքի մեջ։ Եվ ամենամեծ գործիքը անշուշտ Սուրբ Գիրքն է, Աստծո խոսքն է։ Այսինքն այսօր եթե մարդը չի հաղորդակցվում Տիրոջ խոսքի հետ, ինքը անզենք զինվոր է, պատրաստ խոցվելու։ Այդ դեպքում հոգևորականի կամ քրիստոնյայի թշնամին ով է։ Մենք չունենք թշնամի։ Ես չեմ ասում, Սուրբ Գիրքն է ասում, որտեղ ասում է սիրեք ձեր թշնամիներին։ Մենք իրականության մեջ թշնամի չունենք, եթե սիրո քարոզչության շուրջ է։ Բայց մարդկության թշնամի ունենք, Սատանանը։ Եվ վստահաբար Սատանան փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ես եւ դու իրար թշնամի դառնանք։ Այդ իմաստով մի բան մոռանում ենք Սատանայի մասին եւ ասում են, որ Էդգարը իմ թշնամին է վերջ։ Բայց իրականության մեջ Սատանան է, որ եւ ինձ է մոլորեցնում եւ քեզ է մոլորեցնում եւ մեր փոխհարաբերությունը այլևս խախտվում է, դառնում է թշնամական։ Մեծ հաշվով բոլորը Աստծո զավակներ են, որտեվ Սաղմոս 2-ն ասում է Տերը իր արեկակը ծագեցնում է բոլորին, անձրևը տեղում է բոլորի վրա։ Աստված այդ տարբերությունը չի դնում։ Չի ասում, այ Էդգարը ինձ սիրելի է, Տեր առնագը չէ, ուրեմն ես Էդգարի համար միայն պիտի արեկակը լինի։ Այդպես չի, բոլորի համար է։ Ուրեմն Աստծո սերը բոլորինն է, որովհետև բոլորը զավակներ են Աստծո։ Այս իմաստով մենք չպիտի թշնամություն անենք, բայց անում ենք, որովհետև տկար ենք։ երիտասարդին ինչպես բերել դեպի Աստվածաշունչը, ասենք ավելի մանկական տարիքից ընտելացնում ես, բայց ամեն դեպքում մեծանում է, ձևավորվում է հասարակության մեջ ու դժվարություն ես ունենում իրեն բերել եկեղեցի։ Ինչպես պետք է այդ ընթացքը լինի, որ Ես ասեմ, որ հիմա մեր եկեղեցիները լեցուն են։ Զարմանալու չէ, բայց ուրախանալու է։ Իրոք լեցուն են, Կիրակի օրերը մեր քահանաների հետ էլ որ խոսում ենք, շատ իմանում ենք, որ իրանց եկեղեցիները լավ լեցուն է։ Նշանակում է, որ տենդենս կա, հա, պրոգրեսիա կա գրանցված քանակի առումով։ Եվ սա լավ է, բայց ինչպես բերել երիտասարդին, պետք է մենք այնքան ճկուն միտք ունենանք, որ այսօրվա տեխնոլոգիան, այսօրվա հնարավորությունները օգտագործել նույն քրիստոնեությունը, որ Քրիստոս ասում է ես նույնն եմ երեք այսօր եւ հավիտյան, նույն քրիստոնեությունը մատուցել իրեն ավելի հասկանալի տարբերակով։ Դրանցից մեկը է սա։ Այսինքն որ մտածենք կանենք։ Եվ երկրորդ տարբերակը անշուշտ այդ երիտասարդի մեջ եթե սեր մցանած է արդեն, Աստված ինքն է կանչում, որտեղ Առաքյալն ասում է ում ուզում է, նրան կանչում է, ում կանչում է, նրան ընտրում է։ Ում ընտրում է, նրան էլ փրկում է, այսինքն Աստծո ձեռն է կանչը։ Ուրեմն մեր գործը սերմանելն է։ Մենք չենք կարող երաշխավորել ցանած սերմից քանիսը կծլի, բայց Աստված ինքն է ջրում, Աստված ինքն է հասունացնում։ Դրա համար այո, արա այն ինչ որ քեզանից պահանջվում է, ոչ միայն երիտասարդի համար, այլ բոլորի համար, բայց երիտասարդին առավել, ինչու որտեվ այդ երիտասարդը խոցելի է, որքան էլ աշխուժ է, տաք է, որքան էլ կենսալի sense բան ունի իր կյանքի մեջ, բայց
Սողոմոն Թագավորն ասում է հիշիր քո Տեր Աստծուն քո երիտասարդության օրերին, որովհետև ամենադժվար տարիներն են Աստծո հետ լինելու, որովհետև երիտասարդներին թվում է, որ քրիստոնեությունը դա սահմանափակումների ուսմունք է։ Այսինքն, եթե ինքը մտավ քրիստոնեական դաշտ, ինքը սահմանափակվելու է։ Իրան ասելու են, սա չի կարելի, նա չի կարելի, այդպիսի բան չկա։ Քրիստոնեությունը կարելիների դաշտ է, որովհետև ասում է հավատքը առանց գործի մեռած է, այսինքն եթե դու ինչ-որ մի բան ես հավատք ունես, պետք է ինչ-որ մի բան անես, որով երևալու է քո հավատքը։ Ուրեմն քրիստոնեությունը չի ասում չի կարելի, ասում է արա այսպես։ Եվ վերջը ոսկե կանոն ասում է այնինչ կամենում ես մարդիկ քեզ անեն, դու արա նրան։ Հետևաբար դինամիկայի ուսմունք է քրիստոնեությունը, որտեղ Աստված ինքը դինամիկ է, շարժուն է, եւ քրիստոնյան էլ այդ դինամիկայի մեջ պետք է լինի։ Երիտասարդին հատուկ ուսմունք է։ Ուղղակի երիտասարդին պետք է հիշեցնել, որ սա անելու տեղ է, ոչ թե չանելու տեղ է, որտեղ վախ կա, որ ինքը կարող է զրկվի հանգարց։ Ինչ որ միտեղ գնալուց օրինակ։ Ենթադրենք չի զրկվել այդ ինչ-որ միտեղ գնալուց։ Ինքը որպես բարոյական կերպար ունեցող մարդ, ինքը պետք է հասկանա այսպես թե այնպես, չէ՞, իրան այդ տեղը պետք է թե պետք չի։ Անկախ քրիստոնեությունից։ Հիմա սովետ միության ժամանակ էլ մարդիկ քրիստոնյա չէին, բայց բարոյական կեցվածք ունեին։ Կարելի էր եւ չէր կարելի ինչ-որ մի բան։ Հիմա նույն մեր երիտասարդը, եթե մտածի, որ այս ինչ բանը իր բարոյական վիճակին անհարիր է, այսպես թե այնպես ինքը չի անելու։ Առավել ևս եթե մտածի, որ ոչ միայն անհարիր է, այլ նաև իր հայրը, որ Աստված է, կտխրի իր արարքից, հանուն սիրո Աստծո, այլևս հաստատուն կմնա դրա մեջ։ Բայց սովորաբար այդ գիտակցությունը մի տեսակ բթացած է լինում, չէ՞։ Երիտասարդները շատ մեծ սիրով գնում են աղանդավորական խմբակներ, ես ինքս գիտեմ մարդկանց, այդ պահը ոնց է ստացվում, որ լսում է Աստծո կանչը, բայց Ես ասեմ, օրինակ, որովհետև մի քանի շերտեր կան սրա մեջ, ինքը բարդ շերտավորված թեմա է։ Առաջին իմ կարծիքով հասանելիությունն է։ Այն ինչը որ հասանելի է, դեռ չի նշանակում, որ ինձ օգտակար է։ Այս իմաստով չեն նայում օգտակարությանը, նայում են հասանելիությանը։ Դրա վկայությունը ոչ միայն հոգևոր դաշտի հարցն է, այլ նաև այսօր սոցցանցերը։ Այսինքն որքան հասանելի է ռիլը կամ չգիտեմ այդ շորտը եւ մնացած երևույթները, այդքան թվում է թե վայ ինչ լավ է, որ իմ երեխեն օրինակ երիտասարդ է կամ պատանի է հեռախոս ունի եւ հնարավորություն ունի TikTok թերթելու, Instagram թերթելու եւ այլն։ Թվում է թե լավ է։ Հասանելի է աշխարհը, բայց այդ հասանելիությունը հիվանդացնում է, որտեղ մարդը դեռ պատրաստ չէ այդ հասանելիության մեջ զտում անել, ֆիլտրել, ճիշտ ընտրություն անել։ Հաջորդը fast food-երը, ես որևէ բան չունեմ fast food-ներ արտադրողների կամ էփողների ու պատրաստողների դեմ, բայց երբեք չես համեմատում մամայի պատրաստած ճաշը կերակուրը fast food-ի հետ։ Արի ու տես, որ ավակ դպրոցը կամ երիտասարդը կամ պատանին կամ ավելի նախընտրում են դա ուտել։ Ինչու, որտեվ հասանելի եւ գրավչություն ունի իր մեջ։ Ամեն փայլող բան ոսկի չէ, բայց այսօր 21-րդ դարում այս խնդիրը մենք ունենք։ Ինչպես բացատրել, ինչպես հասցնել այն գաղափարը, որ արագ հասնող երևույթը դեռ չի խոսում օգտակարության մասին, որովհետև ամեն ինչ ունի իր ժամանակը, այդ թվում միտքը ունի իր մտածելու ժամանակը, ստամոքսն ունի իր մարսելու ժամանակը, չգիտեմ, ճանապարհն ունի իր անցնելու ժամանակը, իսկ մերոնք այսօր աշխարհը ամեն ինչ արագացրել է եւ այդ արագության մեջ դժվար է ծանր բաներ վերցնելը։ Թեթև ուզում են թեթև ապրել։ Բայց ի՞նչն է թեթև, ասենք աղանդավորական այդ հավաքների եւ Ես չեմ եղել իրանց մեջ, բայց կողքից որ նայում եմ, առաջին խնդիրը, որ օրինակ միշտ իմ առջև դրել են, լեզուն է։ Ի՞նչն է գրավում։ Ընկալման լեզուն է։ Այսինքն ասում են, որ նայեք ձեր մոտ, եկեղեցում դուք գրաբար եք ասում, մենք չենք հասկանում այդ գրաբարը, շարականները, որ երգում եք, մենք չենք հասկանում։ Իսկ այնտեղ հասկանալի է, այնտեղ պարզ են ասում, ուրիշ երկեր են։ աղոթքները պարզ է։ Եվ ես ասում եմ, որ շատ լավ։ Այսինքն իրավունք կա առաջին հայացքից, արդար է մարդու համեմատությունը։ Արդար է, բայց ուրիշ բան եմ մտածում։ Եվ միշտ այդ օրինակը բերել եմ, միշտ։ Ես ասում եմ, որ գրաբարը մեր
հայրերի, մեր նախնիների լեզուն է։ Եվ բնականաբար ես ավելի սխալ կարող ասեմ, ինձ ավելի լավ կբացատրեն լեզվաբանները, որ մարդը ինչ լեզվով խոսում է, այդ լեզվով մտածում է։ Եվ երբեք չեմ մտածել, որ ես երբ որ գրաբար խոսեմ, ես այլ կերպ կմտածեմ։ Ես կմտածեմ այն արմատի նման, որ դրված է հայի կերպարի մեջ։ Ուրեմն, երբ որ հասկացնում ես, որ այդ գրաբարը լեզուն այդ քոնն է, օտարինը չէ, հա քոնն է։ Եվ կա տարբերակ սովորելու, կա տարբերակ։ Այսինքն ոչ թե ամբողջական սովորելու, գոնե այդ եղած արարողությունների թարգմանությունն ունենալու եւ այլն եւ կամաց ինտեգրվելու միջավայրին։ Մյուս կողմը, այդ օրինակն եմ էլի բերել առիթ եղած ժամանակ։ Երբ որ ես դրսում էի ծառայում, այն հայաստանցիները, որոնք գալիս էին այդ երկիր եւ լեզու չգիտեին, իսպաներեն չգիտեին, որովհետեւ ավելի լավ աշխատանք ճարեն, իրենք կարող է 5-6 ամսվա սովորեին իսպաներենը։ Որովհետեւ իրենց պետք էր աշխատելու համար։ Հիմա ես ասում եմ, եթե այնտեղ կա աշխատանքի, փողի, ապրելու կարիք, նյութական ապրուստի կարիք ու անմիջապես սովորում է մարդը, այստեղ պետք է լինի այդ հոգևոր բավարարման կարիք եւ ցանկությունը սովորելու այդ լեզուն։ Հաջորդը երկեցողության պահն է, որովհետեւ գիտեք, երկերը հոգեպարար պիտի լինեն, հա, հոգեցունց պիտի լինեն։ Ցավոք սրտի այսօր ստանդարտները այլ են։ Այսօր մարդու հոգին չէ, կներեք այդ բառիս համար, ջիգյարն է խաղում մի քիչ, հա, այն նյարդային sense մագարտակով, երբ որ օրինակ լսում են հազար ու մի պոպ երգիչների եւ երաժիշտների եւ ուզում են որ հոգեվորն էլ այդպես լինի։ Ինչքան էլ ես սիրում եմ Մայքլ Ջեքսոնի, բայց ես Մայքլ Ջեքսոնի երգեցողության տակ չեմ կարող աղոթական վիճակի մեջ լինեմ։ Ես կմտածեմ, ես կխորեմ իր ասած բառերի շուրջ չնայած երկիր ունի որ բառերը այնքան ավելի իմաստավորված չեն, երաժշտությունն ավելի անուշ է, բայց դա մնում է մարդկային մագարտակի մեջ։ Հիմա նկատել եմ, որ որոշ այդպես կազմակերպությունների երկեցողության դեպքում այդ արդակին ալիքն է, որ այդ բան քեզ ոգևորում է, ուզում ես շնչես, հենց ծապտաս բան ձեռքերդ վերև հանես, բայց հոգու խորքը մինչև չի գնում, ինչի, որտեվ իր ստրուկտուրան, մոլեկուլյար կազմվածքը չի բավարարում հոգուն, բայց այսօր աշխարհը վկայում է, որ հայոց շարականը անկրկնելի է։ Ուղղակի պետք է ճիշտ երգել։ Ես մի կողմին չեմ մեղադրում։ Եթե ես որպես հոգեորական քթից տակ պիտի երգեմ, չէ՞։ Կամ ինչ որ արևելյան հավելյալներից մեր ավելացնելը։ Հավատացյալը երբ որ լսի ինքը չի ապրելու դա։ Բայց եթե ես ճիշտ եմ երգում, ճիշտ եմ մատուցում, լսելի է իմ երգեցողությունը, դառնում է դա արդեն։ Տեսեք ինչ կարևոր բան ասացիք, եթե իսկապես այդ ամեն ինչը ճիշտ էներգիայի եւ ալիքի վրա եւ գրաբարը կընկալվի, կկպնի էլի այստեղին, եթե ստեղին չի կպնում, ստեղին կկպնի եւ շարականը կընկալվի։ Եվ ուրիշ բան կա, մենք պիտի չմոռանանք, որ այս ինչի մասին որ խոսում ենք, մենք խոսում ենք աղոթքի մասին։ Այսինքն երբ որ մենք դուրս ենք գալիս աղոթքի դաշտից, իրեն նայում ենք որպես երգ շարականը, հա։ Դե երկեցողության ոճ է ինքը տենց։ Կամ, չգիտեմ, գրաբար լեզուն, որ աղոթքի մեջ է, չենք նայում որպես աղոթք, նայում ենք որպես տարբերակ կիրառելու ինչ որ մի բան։ Իրավունք չունենք։ Երբ որպես աղոթք ես նայում, Աստծո հետ խոսելու ճանապարհ է դա։ Հրաժարվի, պետք չի ուրեմն քեզ Աստծո հետ խոսել այդ ճանապարհով։ Ուրիշ ճանապարհ փնտրի ուրեմն։ Բայց ով որ խոսում է մի խանգարի կամ մի մեղադրի։ Իդեպս վերջերս YouTube-ում որ գովազները միացել են, շատ եմ հանդիպում հենց աղանդավորական տենց շոր կազմակերպություններից մեկի գովազդը անընդհատ բերում, հա, ինձ թվում է, որ հիմա նայում է YouTube-ով, գիտի ինչի մասին է, այսինքն մենք կարող ենք գովազդել, բայց հանուն ինչի լսարան ունենալ, ինչն է իրականում այդ գովազդի մեջ էլ շատ sense ուղիղ ձևով ասում են, եթե դու գտնվում ես միտեղ, որտեղ ծանոթ ընկեր չունես, արի մեր մոտ։ Դեպրեսիայի մեջ ես։ Հա, ոնց որ քեզ լավ չզգում, հա, արի մեզ մոտ իրար հետ ոնց որ ընկերություն կանենք, լավ։ Ես համաձայն եմ, այսինքն վատ բան չի առաջարկվում։ Արի ընկերություն անենք։ Արի։ Բայց արի ընկերություն չանենք ուրիշին փնովելով, ուրիշին մեղադրելով, հա, ուրիշի հաշվին մեր ընկերությունը չստեղծենք։ Բայց ամեն դեպքում
գովազդի մեջ չի էլ ասում արի որտեվ ստեղ Աստծո խոսքն է հնչում, ստեղ ասում ուղղակի արի ընկերությունը։ Ուրիշ մի հատ վտանգ էլ կա։ Ինչքան շատ կա այդ գովազդները, միշտ գովազդում է, որ տես բժշկություն է լինում, տես այս է լինում, այն է լինում, այն ինչ որ շոշափելի է, այն ինչ որ ոգևորիչ է, մատուցվում է որպես առաջին պլան, որովհետեւ մարդու միտքը մնա դրա մեջ։ Քրիստոս չեկավ բժշկելու։ Դրան հակառակ ասած, ավելի լավ է մի աչքով երկնային արքայությունը ժառանգես, քան ամբողջական մարմնով դժոխք։ Ավելի լավ է մի ձեռքով երկնային արքայություն մտնես, քան ամբողջ մարմնով։ Այսինքն քրիստոնեությունը պետք չէ դարձնել շտապօգնություն։ Պետք չէ դարձնել միջոց, որտեղ ասում են, որ տես, քանի որ բժշկվում է, ուրեմն արի, որտեղ քեզ դա է պետք։ Ոչ։ Մարմնի հիվանդությունը երբեմն իրավունք է տալիս հոգուն փրկվելու։ Ես չեմ ասում, որ չպիտի բժշկվի մարդը, բայց չպետք է ուղղակի քրիստոնեությունը տեսնել դրա մեջ։ Երբեմն Տերը թույլ է տալիս այդ հիվանդությունը մարդու կյանքի մեջ, որպեսզի մարդը այդ process-ները ապրի, փրկվելու, մաքրվելու, ինքնասրբվելու, այսինքն հազար ու մի հարց կա։ Իսկ այսօր այդ կայտակությունը կա ժողովրդի մեջ։ Մեր մոտ եկեղեցի էլ որ մտնում են, մեծ մասը ովքեր գալիս են աղոտ խնդրելու, բժշկվելու համար է, գործերի հաջողության համար է, այսինքն են չեմ ուզում վատ բառ օգտագործեմ, ոչ թե ցածր կլասի, այլ են այբ մագարտակի, էլի, որտեղ պիտի բեն, քիմ, սենց բարձրանա, բայց դեռ այբ մագարտակն է, որտեղ հələ մենակ մտածում ենք դրա մասին, էլի։ Օրտնի գնամ գործերս լավ լինի, այդքան բան։ Իսկ այս կարծիքի հետ օրինակ ոնց կմեկնաբանեք, մենք առաջին ազգն ենք, ով պետականորեն ընդունեց քրիստոնեությունը, բայց հոգով շարունակում ենք մնալ հեթանոս։ Օ, չէ, համաձայն չեմ, որովհետև հայ ժողովուրդը քրիստոնյա է։ Ուղղակի քրիստոնեության տարատեսակներ կան հոգևոր կյանքի։ Նախ փիլիսոփայություն թող չլինի ասածս, բայց մենք պետք է հաշվի առնենք մի շատ կարևոր բան։ Հոգևոր կյանքի երկու արտահայտություններ կան։ Մեկը ընդհանրական կյանքն է մեր համազգային, մեկը անհատական։ Անհատական կյանքի մեջ իմ եւ ձեր հոգևոր կյանքը չի կարող նույնանալ, որովհետեւ մենք տարբեր ներաշխարհող մարդիկ ենք, հետեւաբար մեր հաղորդակցության եղանակը, կերպը, ձևը տարբեր է լինում։ Այլ դրա համար գոյություն ունի հայ առաքելական ընդհանրական եկեղեցին, ով մեր համայնական ընդհանրական հոգևոր կյանքն է նույնացնում։ Եվ առիթ է տալիս, որպեսզի այդ ընդհանուրից սնվելով մեր անհատականը նորից շարունակենք պահել։ Հիմա երբ որ ասում ենք մենք դեռ հոգով հեթանոս ենք, մենք ուզում ենք մեղադրել մի կառույցի, ով իր առաքելությունը չի արել, բայց այդպես չէ։ Մենք առաքելությունը անում ենք։ Քարոզվում է, Խորանի վրայից քարոզվում է Քրիստոս։ Ամենապարզ օրինակն եմ բերում։ Խորանից ասում է, որ հիմա դուք պիտի ճաշակեք Հիսուս Քրիստոսի մարմինն ու այրունը, չէ, հաղորդությունը։ Եվ երբ որ մոտենում է հաղորդության պահը, այդ հավատացյալը փոխանակ ագնացանքով, հա, դողալով, սենց մոտենա հաղորդության, որ այս իմ տիրոջ մարմինն ու այրունն է, իր ուշքումիտն է, թե ոնց պիտի կողքին իմ բրդի մի կողմ, որ շուտ մոտենա հաղորդության։ Ստացվեց, որ դու տալիս ես հոգևոր մի մակարդակ, որ ինքը եթե վերցնի ավելի լավն է լինելու, ինքը չի ուզում վերցնի դա։ Ուրեմն անհատական դաշտի մեջ, այո, կան մարդիկ, որոնք չեն ուզում հոգևոր կյանքի մեջ առաջ գնան։ Անկախ են հանգամանքից առաջինն ենք, թե երկրորդն ենք։ Այդ Տերը ավետարանի մեջ ասում է առաջինները վերջիններ կլինեն։ Վախենանք, որ վերջին չդառնանք այս տարբերակով։ Ուրեմն մայրը շարունակում է դաստիարակել, բայց զավակը չի շարունակում ենթարկվել այդ դաստիարակությանը։ Եվ օրերից մի օր կամ պիտի ցավի միտեղ, կամ պիտի վնասվի միտեղ, որ հասկանան, որ ճիշտ չվերցրեցին այդ դաստիարակությունը։ Մեր հայերիս մոտ ոնց որ մեղքերի խոստովանությունը այդքան ոնց որ շատ չի բանանում, էլի զարգացած, ասենց ասեմ, կամ ինչ որ տեսնում ենք ֆիլմերում կաթոլիկների մոտ, որ իրանք անպայման անում են այդ process-ը։ Ընդհանրապես ինչ կարևորություն պետքա տանք մենք մեղքերի խոստովանությանը ու ինչա տալիս դա մեզ։ Ուրեմն ասեմ, որ մեր եկեղեցում, հայ առաքելական եկեղեցում այսօր շատ մեծ քանակի խոստովանողներ կան։ Կան խոստովանահայրեր եւ կան խոստովանազավակներ։
Եվ մեծ պահքի ընթացքը մեզ եկավ վկայելու, որ անգամ ես շատ դեպքերում չէի հասցնում ժամադրել մարդկանց, որոնք ուզում էին ցանկություն ունեն խոստովանվելու, խոստովանության գալու։ Բայց մենք հիմա խնդիր ունենք այդ ինստիտուտը, խոստովանահայրության կամ խոստովանության ինստիտուտը ավելի հստակեցնել, ավելի ամբողջացնել, գտնել այն հին կետերը, նորմերը, որոնք օգտագործվել են եկեղեցում ժամանակին եւ փորձել ժամանակի մեջ դնել, որովհետեւ այսօր խոստովանության դաշտի մեջ բազմաթիվ պահեր կան, որոնք հարց են կարելի անել թե չէ։ Մարդը ապրում է Գերմանիայում, զանգում է ինձ WhatsApp-ով կամ չգիտեմ Viber-ով կամ մնացած այլ եղանակով ցանցային եւ ուզում է խոստովանվել։ Իրականության մեջ այդ տեսակ խոստովանությունը ընդունելի չի, բայց մենք ապրում ենք 21-րդ դարում, մտածելու տեղիք է տալիս։ Արդյոք կարելի է թույլ տալ այս խոստովանությունը անել թե ոչ։ Ուրեմն խոստովանության process-ը կա, գնում է, բայց կերպը, եղանակները ավելի ժամանակակից, ավելի ամուր դարձնելու մենք այսօր այդ խնդիրը ունենք։ Ինչ է խոստովանությունը։ Խոստովանությունը առանձին վերցված ոչինչ է։ Մենք կարող ենք նստենք երեքով եւ ես ձեզ պատմեմ իմ կատարած մեղքը, ընթացքում մի հատ սուրճ խմեմ։ Վերջում էլ ձեզ ասեմ, փոշմանեցի, բայց որ տենց արեցի։ Ոչ մի բան է դա։ Ապաշխարանք չկա։ Դա ուղղակի խոսակցություն է, կիսվելու պես մի բան է։ Մարդը կարող է գնալ հոգեբանի մոտ, պատմի, որ ինքը սխալվել է, հոգեբանը համապատասխան օգնությունը իրեն ցույց տա, մարդու իր առաքելությունն է հոգեբանի։ Ցույց տա համապատասխան օգնությունը, բանալիները տա, փագի վրան էլ մեշոկով ներություն, այլ պարգով մեշոկով, ծածկի, եւ ասի լավ է գնա։ Վերջ, բայց մնաց խոստովանությունը ապաշխարության բաղկացուցիչ մասն է, որը սկսվում է մեղքի գիտակցումով։ Ոչ թե գիտակցում հիշողության, որ հիշում են, որ սենց բան եմ արել, այլ գիտակցում, որը գիտակցության ամբողջ ներաշխարհը փոխում է մարդու, հա? Այսինքն հələ ոչ մեկ չի կարող բացատրել գիտակցությունը ինչ է, հա? Բայց այդ գիտակցության մասին մենք խոսում ենք, որ ինքը սկսում է ապրել դա, հետո գալիս է զղջումը, որտեվ եթե կա գիտակցություն, ինքը փախում է բերում քո բարոյական ընդունած կեցվածքին եւ պիտի մի բան լինի այնտեղ, կամ պիտի ուրախանաս, որ գողություն ես արել, չէ, կամ մարդ սպանել, իսկ դա նշանակում է մարդը այլևս adekvat չի, խնդիր ունի, կամ բնականաբար պիտի տանի քեզ տխրության ու զղջման, փոշմանելուն։ Եվ երրորդ կետը նոր խոստովանության պահն է, այսինքն երբ որ մարդը զղջումը ապրում է, ինքը այսպես թե այնպես ուզում է խոստովանվել, որտեվ մի տեսակ ներսում բան կա, որ պիտի դուրս գա, եւ այդ դուրս գալը պիտի կոչվի խոստովանություն, բայց այստեղ ոչ միայն խոսելու գաղափարն է, այլ սեփական անձի մասին վկայելու գաղափարն է։ Մենք շատ կարող ենք խոսել գողությունից, շատ կարող ենք խոսել ստելուց, բայց երբեք իրար չասենք, որ ես եմ գողացել, ես եմ ստել, այդ եսի ընդունման գաղափարն է այստեղ։ Դատապարտան։ Այո, եւ մեղքը այդ տեսակով մտավ, ամոթով մտավ Ադամի ու Եվայի պարագային, եւ խոստովանությունը կլինի խոստովանություն, երբ որ մարդը ամաչում է։ Արդեն ինքը հասկացել է, որ ինքը մի բանի մեջ է, որ իրենը չէ։ Ինչ է տալիս խոստովանությունը։ Խոստովանությունը տալիս է մարդու հոգուն օդար մարմիններից ազատվելու հնարավորություն, որովհետև մեղքը մարդու սեփականությունը չէ։ Իմ բնականը չի մեղքը։ Երբ որ ես չագերտներով հաշմանդամ եմ դառնում, մեղքը գալիս է լրացնելու այդ տեղը, որը իմը չէ։ Եվ կարող է շատ լավ չաշխատի ընդհանրապես, ու չի էլ աշխատում։ Եվ ավելի լավ է ես ազատվեմ իրենից։ Այսինքն, որպեսզի ես բնական իմ կեցվածքին վերադառնամ, այսինքն վերականգնեմ Աստծո պատկերն ու նմանությունը։ Ուրեմն խոստովանությունը ճանապարհ է դառնալ դեպի Աստված։ Եթե խոստովանության մեջ, եթե խոստովանվում եմ նրա համար, որ իմ սիրտը հանգստանա, որ իմ միտքը հանգստանա, դա ամբողջական չէ։ Խոստովանության ամբողջ կիզակետը պետք է լինի ես ուզում եմ Քրիստոսի հետ հանդիպեմ։ Այսինքն երկու կողմից գալիս է, այս կողմից մարդն է գալիս իր ապաշխարությամբ եւ խոստովանությամբ, այս կողմից Քրիստոս կանգնած սպասում է։ Եվ այդ կիզակետին է, որ ամբողջական է դառնում խոստովանությունն ու ապաշխարությունը։ Եթե հավատացյալի նպատակը Քրիստոս գտնելը չէ իր կյանքի մեջ,
Այդ բարձ հոգեբանական հանգստությունները այլ եղանակներով էլ կարելի է ստանալ։ Խոստովանության հա եւ ես էլ ասեմ, որ բողոքական գաղափարի մեջ, աստվածաբանության մեջ խոստովանությունը կամ ապաշխարությունը որպես այդպեսին մեկ անգամյա գործողություն կարող է լինել։ Ես ապաշխարեցի եւ վերջ, այլևս փրկված եմ։ Ուղղափառ աստվածաբանության մեջ մեր առաքելական կաթոլիկ խոստովանությունը կրկնվող երևույթ է, ապաշխարությունը կրկնվող խորհուրդ է, որովհետև Աստված գիտի, որ մարդը ամեն վարքյան դրա կարիք ունենալու է։ Ամեն վարքյան կարիք ունես նորից դառնալու դեպի Աստված։ Եվ դրա համար ապաշխարությունը հենց այդ մետանոյան է, այսինքն մտքի փոփոխումն է դեպի Աստված։ Տեր առնեք, ընտանիքում, երբ դեռ փոքրիկ ես, ծնողները ինչ որ սերմանում են, իրենց օրինակն ես տեսնում, դաստիարակում ես եւ կարծես ղեկավարվում ես մամայի եւ պապայի դրված օրենքներով։ Դեռահասության ժամանակ ինչ որ ըմբոստություններ են սկսում առաջանալ, երբեմն չեն առաջանում։ Այ կուզենայի մի փոքր պատմեք ձեր հոգևոր մեծ ընտանիքի մեջ, հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ եք, եղել են ձեզ մոտ նման ինչ որ դժվար, անհասկանալի զգացողություններ ըմբոստության եւ ոնց եք հասկացել դա սատանայից է, թե ինչ որ իրական անհանգստություններ են եւ ինչ որ քայլեր գուցե անհրաժեշտ են անել։ Եկեղեցու մեջ։ Այո, ձեր մեծ ընտանիք։ Ես բնավորությունով ըմբոստ չեմ, ապստամբ եմ։ Ես ինքս բնավորությունով ապստամբ եմ, այսինքն ես շատ հարցերում կարող եմ չհամաձայնեմ։ Եվ մարդիկ անգամ չհասկանան իմ չհամաձայնելու պատճառը կամ սխալ հասկանան։ Այսօր էլ այդ խնդիրը ունեմ, հենց այսօր այդ խնդիրը ունեմ, որովհետև իմ մտածելակերպը եւ իմ ընկալումը չի համապատասխանում մեծամասնությանը։ Բայց միաժամանակ կարող եմ ընդունել խոնարհաբար, եթե ինձ մեծամասնությունը ասի, որ չէ սխալ է, որովհետև։ Բայց դա ընդունելու համար նորից պիտի ես համոզված լինեմ, որ համապատասխանում է այն նորմերին, որ ինձ տալիս է իմ եկեղեցին։ Եվ այս իմաստով կյանքում շատ եղել են դեպքեր, երբ շահել եմ, եւ եղել են դեպքեր, երբ տուժվել եմ։ Կարելի է տան մեջ ըմբոստանալ, կարելի է ծնողներին ինչ-որ հարցով հակառակել, ասել, որ չէ, ես համաձայն չեմ դրա հետ։ Որտեվ դա դաշտ է ստեղծում ուսումնասիրության, դաշտ է ստեղծում վերանայելու սեփական վիճակը, մտածողությունը, այսինքն որտեղ կա միայն համաձայնություն, այնտեղ չկա հետաքրքրություն։ Կարծիքների տարբերությունն է, որ բերում հանգեցնում է ճշմարտությանը։ Հետևաբար եկեղեցին էլ որպես օրգանիզմ իր մեջ պիտի ունենա կարծիքների տարբերություն։ Բարդատիր չի բոլորը համակարծիք լինեն։ Համակարծությունը պետք է լինի դավանանքի շուրջ, վարդապետության շուրջ, բայց ոչ եկեղեցական ընդհանուր կյանքի մեջ։ Ճիշտ չի։ Մարկագետինի մեջ պիտի տարբեր ծաղիկներ լինեն, որ գեղեցկությունը զգաս։ Այդպես նաև եկեղեցական մեր կյանքն է։ Դու չես կարող ասել, որ եկեղեցում բոլոր հավատացյալները պետք է իրար նման լինեն։ Կավլիցի։ Մեկը այսպեսին է, մյուսը այնպեսին է։ Մեկը միանգամից է համաձայնում, մյուսը չի համաձայնում։ Եվ բնական է։ Բայց պետք է լինի մի կարևոր նորմ, կետ, որ միացնում է այդ ընտանիքը։ Այդ դրա շուրջ երբեք պետք չի ապստամբություն ունենալ, երբեք պետք չի անհավաձայնություն ունենալ դրա շուրջ։ Հակառակ պետք է պահես դա ամուր, որտեվ դա հիմքն է, սյունն է։ Ես Աստծո հետ խնդիր ունեցել եմ, անկիդակցաբար, երբեմն տենց ճանդրադառնալով, բողոքելու առումով։ Իմ անձնական կյանքի մեջ եղել է բան, որտեղ ես Քրիստոսին բողոքել եմ։ Ասել եմ, որ ես դժգոհ եմ քեզանից, որովհետև ինչու է այսպես։ Բայց անմիջապես պատասխանը ստացել եմ։ Ոչ թե պատժվել եմ, այլ ցույց է տվել Տերը այն ճանապարհը, որ գիտես, սենց անխելքություն էլ չանես։ Որովհետև այն ինչ որ Աստծո կամքի մեջ է, մարդով է որ հակառակվի։ Պողոս Արաքյալն ասում է, մենք անոթներ ենք։ Այդ որ մի անոթը իր բրուտին կասի, ինչու ես ինձ այսպես ստեղծել։ Մենք պետք է տարբերակենք այդ սկզբունքները։ Մենք իմ երեխեն կարող է իմ տան մեջ իմ արած որևէ քայլի հետ համաձայն չլինի, որովհետև կարող է իր համար դեռ հասանելի չէ այդ քայլս։
որովհետև ինքը չի պատկերացրել, որ դա իրեն պիտանի է, որովհետև չի հասկանում, որովհետև հասկանում է, բայց ինքը ուրիշ ձևի էր մտածում։ Այդ ամեն ինչը ընդունելի է, բայց երբ այդ երեխան այդ հակառակությունը դարձրեց պատճառ, որ քանդվի ընտանիքը, դա արդեն հանցագործություն է։ Այդ մի ընտանիք էլ եկեղեցին է։ Մենք բոլոր հարցերում չէ որ պիտի համաձայն լինենք իրար հետ։ Խնդիրներ պիտի ունենանք, պիտի տեսնենք բացեր, մատնանշենք, ցույց տանք։ Ոնց է լինում այդ նմանատիպ զրույցները, ինչ Սա պատկերացնեմ, հա, ինչ ձև է անցնում։ Այսինքն հիմա տեսեք, եթե կա տեղի ունենում եպիսկոպոսական ժողով։ Եպիսկոպոսները ոչ են հավաքվում, որ նստեն, սպասեն, մինչև տեսնեն թե ով մի բան կասի, բոլորն ասեն հա մենք համաձայն ենք ու ելն գնան։ Անշուշտ ոչ։ Այսինքն հարցը տրվում է առաջը, հարցը քննարկվում է եւ կարող է 10 եպիսկոպոսից 4-ը համաձայն լինի, 6-ը համաձայն չլինի։ Ինչ է լինում հետո։ Եվ անցնում է մեծամասնությունը։ Եվ այն 4-ը որ համաձայն չի, եղբայրաբար, խոնարհաբար ընդունում են ասելով, որ եթե մեծամասնությունը այդ է ուզում, որ մեր տան մեջ լինի, ուրեմն թող լինի դա։ Բայց երբ որ նույն քահանայի ժողովի ժամանակ, հիմա հարց է բարձրացվել քահանայի ժողովի ժամանակ, եւ քահանաները պիտի կարծիք հայտնեն։ Հա, կարող է այդ որոշման մեջ 10 հոգի դժգոհեն, տենց էլ դժգոհ սրտով մնան։ Չանդրադառնան, որ լավ, բարդադիր չի, որ իրենցը հաստատվի։ Բայց տան մեջ էլ է այդպես։ Կինը միշտ չէ որ համաձայն է ամուսնու արարքների հետ, բայց ընդունում է։ Հա, ընդունում է, որտեվ գիտի որ իր ամուսինն է այդպես որոշեց։ Իր տան համար է մտածել, երևի այդպես է որոշել։ Ամուսինն էլ միշտ չէ որ կնոջ է տանից։ Պարզ ապրելու կենցաղավարության եղանակ է ցև է։ Այնպես չի որ եկեղեցին տենց չոր կաղապարված, եկեղեցին քրիստոնեությունը ճգուն է։ Պրագմատիկ է շատ։ Եկեղեցին պրագմատիկ պետք է լինի եւ է։ Եթե չլիներ 2000 եւ ավելի տարիներ չէր ապրի այդ եկեղեցին։ Ոնց ուզում ենք մտածենք։ Այսինքն ինչքան հոսանքներ են եկել ու գնացել։ Էլ քաղաքական դաշտի մեջ, էլ, չգիտեմ, քոչվոր ցեղերի, էլ թուրք, էլ մոնղոլ, էլ թաթար, էլ հիմա ով ինչի մեջ ուզում է թող եկեղեցուն մեղադրի, բայց եկեղեցին կա։ Ոչ թե իր բարոյական կերպարը կորցնելով է մնացել, այլ հակառակ մնացել է իր կեցվածքի մեջ։ Այսօր էլ քամի է, փոթորիկ է, անձրև է, կարգուտեցություն է, կապ չունի։ Կանցնեն մարդիկ։ Եկեղեցին կա, որտեղ եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Եկեղեցին անսխալական է։ Մարդիկ սխալական են եկեղեցում։ Դրա համար տունը ընտանիք գաղափարը հայերի համար անսխալական գաղափար է։ Սրբություն է ընտանիքը։ Օջախ են ասում, չէ՞, այդպես օջախը սրբություն է։ Մարդիկ մեղավորներ են մեջ, այդ ո՞նց եղավ այդ օջախը սրբություն, որովհետև գաղափար է ինքը, հաստատուն գաղափար է։ Հաճախ մարդիկ գնում են եկեղեցիներ, տարբեր համայնքների եկեղեցիներ ու դնում են նույնիսկ հոգևորական անցնումա, տենց ոնց որ հերո են պահում իրենց։ Ինչն է պատճառը, որ մի տեսակ ոնց որ մարդկանց մոտ տենց բան շփվելու դժվարություն առաջանում։ Որովհետև չգիտեմ պատճառը, բայց գիտեմ, մտածում եմ։ Նախ բոլոր փոխհարաբերությունները երկկողմանի են։ Այսինքն, եթե ես ուզեմ շփվել ու դու չուզես, մենք չենք շփվի իրար հետ երբեք։ Այսինքն չի կարելի մի կողմը նայել ու մի կողմին մեղադրելով տանել առաջ։ Ես առաջին հերթին մեղադրում եմ հոգևորականներին։ Այն տրամաբանությամբ, որ մենք պետք է հասու լինենք ժողովրդին։ Մենք պետք է հասանելի լինենք։ Հիմա եթե Էդգար ինձ զանգում ասում է Տեր արի մի հատ ոդքասթ նկարենք իրար հետ։ Ու ես ասեմ, չէ, ես կտրում եմ կապը Էդգարի հետ, այդ գծով։ Այնինչ ես այդ տարբերակով Էդգարին հասանելի դարձա։ Հիմա նույնը նաև յուրաքանչյուր հոգևորական։ Բայց արդարացում է ինչու։ Որովհետև ցավոք սրտի սովետական տարիներին եւ դրանից հետո մեր հոգևորականների քանակը չբավարարեց այն պահանջին, որ կար, որտեղ հոգևորականը եւ համայնքը պիտի կարողանային լիարժեք շփում ունենալ։ Բացատրեմ ինչու։ Եթե 14 գյուղի, 16 գյուղի բաժին անգնում մի քահանա, այդ քահանան այդ ինչ ձևով պիտի շփվի այդ ծխերի հետ։ Որակական հատկանիշներ պետք է ունենա։ Այդ ինչ պիտի լինի, որ այդ տղեն կարողանա
եւ գնա այնտեղ քարոզի, եւ այնտեղ քարոզի, եւ այնտեղ պատարականի, եւ նրա տունը այցելի, եւ նրան մխիթարի, նրա համար աղոթ կանի, մյուսին օգնի, հնարավոր չի դպես։ Ուրեմն այս իմաստով այո, տկարանում է, շփումը տանդաղում է եւ հասանելիությունը կտրվում է։ Բայց փառք Աստծո, որ կա այսօր սոցցանց, կան այսօր միջոցներ, որոնք հերվից իրավունք են տալիս շփվելու, հաղորդակցվելու։ Այս իմաստով օրինակ ես իմ հետևորդների շփվում եմ։ Ճիշտ է, իրանք հիմա եթե մեզ նայեն, պիտի ասեն, որ մենք Messenger-ով նամակ ենք գրում, տերանակը չի պատասխանում։ Հիմա պաշտոնապես էլի ասում եմ, ես Messenger-ի նամակներին չեմ պատասխանում, որովհետև աննորմալ քանակի է ու ես չեմ կարող նստեմ ու հատիկ այդքան գրեմ։ Եվ հարցեր կան, որոնք գրավոր չես կարող պատասխանել։ Պիտի հայացքին նայես մարդու։ Ինքը սխալ է քեզ հասկանալու, եթե դու գրավոր տաս այդ պատասխանը։ Պիտի նայես իր աչքերի մեջ ու հասկանաս ինքը այդ հարցը ինչի է քեզ տվել։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, հոգևորականները պետք է հասանելի լինեն, եւ այդ հասանելիությունը եւ արդարացված եւ չարդարացված եղանակներով դեռևս կաղում է։ Բայց կամած ավելի լավը կլինի, որովհետեւ մեր երիտասարդ սերնդի հոգևորականները այսօրվա երիտասարդների միջից դուրս եկած ու այսօրվա նման են մտածում եւ իրանք ավելի པարզ են շփման մեջ։ Մյուս կողմից միշտ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորվել, որ քահանան դա ուղղակի մեկն է, ով պիտի գա իրենց թաղումը անի, իրենց հարազատի, ով պիտի մկրտի ու պսակի ու վերջ իրենց հետ գործ չունի։ Եվ սա ամենամեծ ցավն է ցավոք սրտի։ Այո, քահանան կոչված է նաև այդ արարողություններն անելու, բայց քահանայի գործն է մտնելու մարդու կյանքի մեջ, դառնալու այդ մարդու կյանքի ուղեկիցը, օգնողը, հոգևոր դաշտի մեջ խրատողը։ Իզուր չեն ասում Տեր հայր, ու ես իրա Տերը չեմ ուղակի, Տեր կանգնելու իմաստով, որ ասեն Տեր հայր։ Ես Տեր եմ կանգնում իրեն իր հոգևոր ճամփորդության մեջ։ Հայր է ասում, որտեղ ինքը վստահում է ինձ իր հոգևոր կյանքը եւ հոգին։ Ուրեմն այս իմաստով ժողովուրդը պիտի փոխի իր մոտեցումը հոգևորականին։ Պահանջները պիտի փոխի հոգևորականին։ Երբ ես մեկին պսակում եմ, զույգին պսակում, ես ասում եմ, որ դու իրավունք չունես կապդ կտրելու ինձանից։ Հա, դու իրավունք չունես, որովհետեւ ես քո համար պատասխանատու եմ։ Վաղ Աստված ջանի, քո տան մեջ դու ամուսինդ, որ իրար հետ խնդիր ունեցաք, ուրիշ տեղ չպիտի վազեք։ Պետք է գնաք ձեր քահանային, ասեք Տեր այր, նստի, խնդիր ունենք։ Եվ դա ամենալավ բանն է, որովհետև այդ նույն զույգը վաղ իր երեխային ծանոթացնելու է իր քահանայի հետ։ Եվ ինչպես որ այսօր փառք Աստծո շատ նման զույգեր կան, որ արդեն մենք ընկերություն ենք անում, ընտանիքներով ենք ընկերություն անում։ Ոչ միայն ես իրենց հոգևորականն եմ, այլ նաև իրենց ընկերն եմ։ Եվ սա ամենալավն է։ Այսինքն ժամանակը մեզ այդ իրավունքը տվեց, որպեսզի քահանայի մասին պատկերացումը, որ սենց մորուքով, բանխից, ծաջա է, որ մենակ ասում է որտյագուս, բան։ Չէ, դա չի։ Քահանան կարող է սեղան նստել, կարող է բաժակ բարձրացնել իր հետ, կարող է ուրախանալ, կատակել, բայց հիշեցնել, որ ես քեզ հոգևոր կյանքի համար եմ։ Դա շատ գեղեցիկ կլինի, եթե ձեր այս մոտեցումը որդեգրեն։ Եվ մենք պիտի արթուն պահենք դա, մենք հոգևորականներս։ Երբ որ մենք նույն անում ենք, դա վտանգավոր է։ Ինչքան էլ նմանվես, մի նույնացի, որովհետև դու պիտի իրեն բարձրացնես։ Ոչ թե ինչն ես։ Այո։ Երբ որ դու փորձում ես իրան նման լինել, նշանակում է դու կյանքում դրա պակաս ունես, ուշք ու միտք տա։ Ինքնաբավ չի էլի։ Ցավոք սրտի կա այդ երևույթն էլ։ Տեր առնեք կուսակրոն քահանան եւ ամուսնացյալ քահանան, կասեք դժվարությունները եւ առավելությունները իրենց ապրելակերպը ինչքանով է տարբերվում եւ հետեւաբար իրենց առաջ դրված անելիքները։ Ես ասեմ, առհասարակ մեր եկեղեցին այն ազատ եկեղեցիներից է կամ այն լայնախո ազատամիտ լիբերալ եկեղեցիներից է, որ երկու քահանայական վիճակներ պահել է եւ ամուսնացյալ եւ ոչ ամուսնացյալ, բայց երկուսի առաքելությունները որքան էլ նման են, իրենք տարբեր են եւ հիմքը Սուրբ Գիրքն է։ Տեր Հիսուս Քրիստոս ասում է մարդիկ կան, որ ծնվում են ներքինիներ, կան, որ դառնում են ներքինիներ։ Մի ուրիշ տեղ առաքյալը ասում է լավ է որ իմ նման լինեք, այսինքն պսակված չէր Պողոս առաքյալը։
Բայց բոլորին տված չի։ Ես կարծում եմ, որ քահանայությունը առասարակ քաջագործություն է։ Մեծ կամքի եւ մեծ ցանկության ու պատրաստակամության փորձությունների մեջ մտնելու վիճակ է։ Եվ դրա մեջ կուսակրոնությունը առավել մեծ պատասխանատվություն ստանձնող վիճակ է։ Ոչ ամուսնացյալ կուսակրոնությունը ինքը վանական կյանքի օրինակ է։ Այսինքն ով չի ամուսնացել ֆիզիկապես ճունի կին, ինքը իրեն ամուսնացրել է, հա, հոգեբանորեն եւ հոգեվոր իմաստով եկեղեցուն։ Եվ հետեւաբար իր ամբողջ կյանքը եկեղեցով է պայմանավորված։ Այս իմաստով քահանան երկու կին ունի, խնդրեմ ճիշտ հասկանալ, հա։ Մեկի հետ, որի հետ ես ամուսնացել եմ, եւ մեկին, որին ծառայում եմ։ Եվ կիսվում է, եթե սենց բառացի ասենք։ Կուսակրոնը չունի այդ խնդիրը։ Կուսակրոնի միտքը, հոգին, սիրտը տված է եկեղեցուն։ Սա եղել նպատակը, որ կուսակրոնությունը հիմնասյունը դառնա եկեղեցական կյանքի, որովհետև այն մեկը, ով կուսակրոնության ուխտ է անում եւ մնում է այդ ծառայության մեջ, ինքը վարդապետ է լինելու։ Վարդապետը պիտի վարդապետությունը պատրաստի, որ իմ նման չիմացող քահանան վերցնի այդ վարդապետությունը կարդա եւ սովորեցնի հավատացյալին։ Ինքը վարդապետ է դրա համար։ Վարդապետը պիտի քարոզի, որ հավատացյալը լսի վարդապետի շուրթերից քարոզչություն, օրինակ, հա, եպիսկոպոսը պիտի այդ հոգևոր տեսչությունը անի։ Չնայած որ նաև Պողոս Արաքյալի նամակների մեջ ասում է, որ եպիսկոպոսները ժամանակին ամուսնացյալ են եղել։ Բայց ուզում եմ ասեմ, որ կուսակրոնի առաքելությունը կայանում է նրանում, որ ինքը ամբողջությամբ մտնում է եկեղեցական կյանքի մեջ։ Քահանան եւ կա եւ նաև իր աշխարհիկ ապրումներում որտեղ ընտանիք ունի։ Այս իմաստով համեմատելի չի իրար հետ։ Բայց փառք Տիրոջը, որովհետեւ Տիրոջ շնորհը, Սուրբ Հոգու շնորհը գործում է բոլորի մեջ։ Որովհետև մեկը կոչված է ուսուցչության, մեկը կոչվում է ծառայության, մյուսը կոչվում է, չգիտեմ, աղոթքի, այսինքն Տիրոջ շնորհի արտահայտությունն է սա, քահանայական այս երկու թևերը, Տիրոջ շնորհի արտահայտությունն է եկեղեցական կյանքում։ Սրան հավելյալ մենք կարիք ունենք վանական կյանքի, շատ կարիք ունենք վանական կյանքի, որովհետև վանքը վեմ քարն է եկեղեցու, որտեղ կա վանական հզոր կյանք, այնտեղ կա ամրություն։ Ես սա իմ սուբյեկտիվ մոտեցումն է, բայց փաստը մնում է փաստ։ Որտեղ վանական կյանքը փոխում է աղոթքի ոգին։ Վանականը մեզ սովորեցնում է ճիշտ աղոթել, դիմանալ, համբերել, դիմակայել, զսպվել, խոնարհվել։ Այդ առումով վանական կյանքը։ Դա էլ մի ուրիշ կուսակրոնություն է։ Բայց ընդհանուր պատկերով կուսակրոն նշանակում է կրոնի կողմ լինել։ Ուրեմն քահանան էլ ինչ-որ չափով կուսակրոն է։ Հայ առաքելական եկեղեցին միանձնուհիներ ունեցել է երբևէ։ Հիմա էլ ունենք։ Մենք ունեցել ենք միշտ միանձնուհիներ։ Հիմա էլ մեր միանձնուհիները կան, Արաքածոտնի թեմում են, Քույր Եղիսաբեթն է իրենց մայրը, հա, հոգևոր առաջնորդուին։ Եվ քիչ են։ Էլի փառք Աստուծո իրենց համար, որ կան, բայց քանակով քիչ են։ Ես չեմ ուզում, որ բոլորը գնան միանձնուհիներ դառնան, բայց գեղեցիկ կլինի օրինակ, որ մի օր մենք մի վանք ունենանք, որ ասենք այս վանքը կանանց վանքն է, որտեղ մենակ կանայք են ապրում, իրանցն է սա։ Ինչքան սիրուն է, չէ՞, առանձին գիտես, ում կմնա պատմության մեջ որպես կանանց մենաստան օրինակ, կուսանած վանք, որ ցավոք սրտի այսօր զրկվեցինք։ Ուրեմն ունենք, պիտի շատ աղոթենք, որ լինի այդ ամեն ինչը, պիտի հոգևոր կյանքի որակը այնքան արտահայտիչ լինի, որ մարդը ուզենա մտնի դրա մեջ, առանց կաշկանդման, առանց կասկածամտության։ Տեր առնենք, մեր վերջին հարցը, որ տալիս ենք բոլորին, որն է ձեր առանձնահատկությունը, յուրահատկությունը։ Ես չեմ մտածել, որ ես ինչ բանի իմ առանձնահատկությունն է։ Հիմա որ ասեմ, պետք է ասեն էլի մեծամտածավ գլուխը սկսես կովել։ Իմ առանձնահատկությունը իմ ակցենտն է։ Գյումրեցի եմ ես։ Ինձ թվում է, որ Աստված ինձ մի քիչ համբերելու շնորհ է տվել, մի քիչ այնց համբերատար լինելու։ Երբեմն ես ինձ վերջերս նորից խոսք եղավ եւ բռնացրեցի, որ այո, ես մի քիչ շատ տոլերանտ եմ։ Տեղեր կա, որտեղ պիտի կտրուկ լինես, բայց այդ կտրուկությունը կարող է չլինի մոտս։ Շատ չգիտեմ առանձնահատկությունն է, թե թերությունն է, այդ Աստված գիտի։ Բայց փառք Աստծո, ինչ կա, իր առավելություններով, իր պակասներով։ Մերսի շատ։
Շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ։